Առաջին ալիքի ուղիղ եթերում շարունակվում է Առավոտ լուսոն, սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին, վստահաբար հետևելով մեր եթերներին, դուք գիտեք, որ մենք հաճախ ենք խոսում առողջապահական ոլորտի, այդ ոլորտի բարելավումների, ինչպես նաև խնդիրների եւ բոլոր այն հարցերի մասին, որոնք արդիական են եւ հաճախ քննարկվում են, եւ այսօրվա մեր եթերը եւս բացառություն չէ, խոսելու ենք առողջապահական համակարգը մարզերում թեմայի շուրջ։ Ես շտապ եմ ներկայացնել իմ հյուրին, որը արդեն տաղավարում է, եւ հենց նրան էլ ուղղելու ենք մեծ հետաքրքրող հարցերը, եւ այսպես Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության ամբիոնի դասախոս Հրակ Թորոսյանն է իմ հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, մենք մինչ հարցազրույցը սկսել եթերում արդեն զրուցում ենք միասին, մի քանի թեմա հասցրեցինք քննարկել, իհարկե ուղիղ եթերում ժամանակը մեր այդքան էլ շատ չէ, բայց կփորձենք հնարավորինս ամփոփ այս թեման քննարկել ու ներկայացնել նաև մեր հեռուստադիտողներին։ Հետաքրքիր է դերևս սկսել այսպես ամենակարևոր, կարծում եմ շատերի համար հարցից, ինչով է առողջապահական ոլորտի խնդիրները, որպես այդպեսին ինչով են տարբերվում այն խնդիրներից, որոնք կան մայրաքաղաքում եւ մարզերում, այսինքն մարզերում արկա խնդիրները արդյոք ավելի շատ են, ավելի քիչ են, եւ ինչ տեսակ են, եթե համեմատում ենք Երևանի հետ։ Անկեղծ ասած, մեզ բոլորիս էլ մտահոգող հարց է, թե ինչ են առողջապահության թեմ կանգնած խնդիրները, արդիական խնդիրները, որ մենք որպես աճող փուժական ոլորտ փորձում ենք հաղթահարել։ Իսկ հաղթահարելուց առաջ փորձում ենք իհարկե հասկանալ։ Մենք դասավանդում ենք տարբեր տեսանկյուններ այս խնդիրների, այսինքն բժիշկը, այսօր ղեկավար բժիշկը կամ փուժ աշխատողը բախվում է տարբեր խնդիրների հետ։ Այս խնդիրները ունեն տարբեր բաղադրիչներ՝ մարդկային ռեսուրսներ, ֆինանսական խնդիրներ եւ այլն, փուժ հաստատությունների շենք, կառույց, ղեկավարում, ինչպես պետք է հաստատությունները ներքին կառույց ունենան, ինչպես պետք է համագործակցեն դուրսի կառույցների հետ։ Իհարկե այս խնդիրների հետ բախվում են գրեթե բոլոր փուժ հաստատությունները եւ մենք փորձում ենք հասկանալ, թե Երևանում եւ մարզերում ինչ տեսակի խնդիրներ կարող են լինել։ Իհարկե Երևանը ունի ավելի մեծ պոպուլյացիա, քան մարզը եւ կենտրոնացած է բժիշկները Երևանում։ Այսօր 2022-ի ստատիստիկայով յուրաքանչյուր 10,000 բնակչության կա 101 բժիշկ Երևանում։ Դա ավելի քիչ է մարզերում։ 26, 18, նախ եւ առաջ բախվում ենք այդ խնդրի դիմաց, որ բժիշկների բախվածությունը, քանի որ ավելի շատ կենտրոնացած է փուժ հաստատությունները կենտրոնացած են Երևանում, ավելի մասնակիտացված ծառայություններ մատուցվում են Երևանում։ Դրանք են հիմնականում խնդիրները, որ մենք բախվում ենք դրանց դիմաց։ Մարդկային ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ եւ տրանսփոփոխությունները Երևանում եւ մարզերում։ Երբ երեկոյան պատրաստվում է այս հարցազրույցին, որոշ այսպես աղբյուրներ ընթերցելով եւ աղբյուրներից նաեւ տեղեկանալով հասկացա, որ իհարկե 90-ականներից ի վեր, մասնավորապես 2000-ականներին մարզերում հատկապես մի շարք ֆինանսական ներդրումներ են իրականացվել, մի շարք բուժ կենտրոններ են հիմնվել, դրանք վերազինվել են տեխնիկապես, բայց հետաքրքիր է ինչպիսին է այդ կենտրոնների եւ բուժ հաստատությունների վիճակը այսօր, այսինքն տեխնիկական մարդկային ռեսուրսներով արդեն հասկացանք, որ երբեմն կան խնդիրներ, իսկ տեխնիկական առումով արդյոք այս կենտրոնները կարողանում են որակյալ եւ ճշգրիտ նաեւ հետազոտություններ իրականացնել եւ օգնել իրենց բուժառուներին։ Շատ լավ հարց եք տալիս, անկեղծ ասած, ասել մարզային մակարդակով միշտ էլ տարբեր մարզերի միջև կան տարբեր փոփոխություններ։ Ես հստակ ուղղակի անուններով մարզեր չեմ ուզում հաշվել, բայց մենք տեսնում ենք այդ բուժ հաստատությունների, մարզերում բուժ հաստատությունների լավ զարգացում, թե տեխնիկական առումով եւ թե մատուցված ծառայությունների։ Այսօր նախկինում ուղղակի, ասենք, դիալիզի համար պացիենտները գալիս էին եւ հասնում էին, բուժարուները գալիս էին եւ հասնում էին Երևան։ Իսկ այսօր մենք տեսնում ենք տարբեր դիալիզի կենտրոն, տարբեր խնամքի կենտրոն, այսօր տարբեր նկարներ, ռենտգենի նկարներ, կա թե իրանք անում են մարզերում։ Ու դա մեր համար շատ հաճելի է տեսնել, որ թե ֆինանսը ստանում են եւ իրանք բուժարուներին ծառայելու ճիշտ սարքավորումները ապահովում են։ Մենք այդ զարգացումը նկատելիորեն տեսնում ենք, այո։ Մենք մեր եթերում հաճախ ենք խոսում առհասարակ առողջությանը վերաբերող տարատեսակ խնդիրների մասին, բայց թերևս այն ամենամեծ խնդիրը, որին ամենաշատն ենք բախվում եւ մասնագետները կարծես թե բախվում են, խոսում են այդ մասին, դա ինքնաբուժությունն է, երբ մարդիկ հաճախ թե կարծում Երևանում, թե իհարկե մարզերում եւ ամենուր եք աշխարհում փորձում են համացանցի ընկերների եւ այլ այսպես գործիքների օգնությամբ իրենք իրենց ախտորոշել, զբաղվել իրենց բուժմամբ եւ հաճախ ցավոք իհարկե լինում են դեպքեր, երբ դա այնքան
այնքան երկար է տևում, որ ոչ միայն օգնում է բուժել որևէ խնդիր, այլ հակառակը սկսում է նաև վնասել այդ մարդկանց։ Հետաքրքիր է ելնելով ձեր փորձից եւ այն վիճակագրությունից, որը կա, այսօր մեր օրերում, մարզերում որն է խնդիրը, արդյոք խնդիրը հենց այս միֆերն են, որոնց մարդիկ հավատում են, թե չեն հավատում այն մասնագետներին, գուցե կամ չեն վստահում այն բուժհաստատություններին, որոնք կան իրենց մարզում։ Իհարկե, երբ ուսանողները գալիս են այդ հարցներ են տալիս, ասում են ոնց հասկանանք ինքնաբուժությամբ մարդիկ սպառվում են թե չէ, ընդհանրապես հենց բուժարուներն են գալիս եւ ասում են ես հիվանդացա եւ սենց արեցի ըստ չգիտեմ տատիկի խորհրդին ըստ մորքուրի խորհրդին միշտ օգնում է բոլորին այո միշտ լինում է բայց նկատում ենք վերջերս ստատիստիկա հավաքելով տվյալ հավաքելով թե բոլոր սերունդի բուժարուները որ գալիս են իրանք արդեն հասկանում են թե ինքնաբուժությունը այդքան էլ օգնական չի իրանց համար այդքան էլ էֆեկտիվ չի իրանց առողջական խնդիրները լուծելու համար իրանք հասկանում են որ ինքնաբուժությունը կարող է այլ ավելի մեծ խնդիրների տանի եւ քիչ-քիչ ոնց որ ինքնաբուժության տոկոսը իջնում է Այսինքն այս առումով նաև վստահությունը դեպի բուժաշխատողներ ավելի է այո ավելի է մեծանում հատկապես որ մարզերում բժիշկների որակն էլ բավական բարելավվել է եւ բուժարուները գնում են վստահելիորեն դիմում են իրանց հենց մարզային պոլիկլինիկաները իհարկե իրանք լավ ուղեկրերով գալիս են հասնում են Երևան եթե ունեն ծանր բուժման կարիք կամ ավելի լուրջ բուժման կարիք իսկ մեծամասնությունը բուժում են իրանց պոլիկլինիկաներում եւ վստահում են իրանց բժիշկներին գալիս են Երևան նույնպես ասում են կոնսուլտացիայի ժամանակ բժիշկի մոտ ասում են մարզային բժիշկիս հետ կապ հաստատեք, ինքը ինձ ավելի լավ է ճանաչում։ Դրա համար իրանք արդեն հասկացել են, որ այնտեղ վստահելիություն կա։ Խոսենք հակառակ կողմից, արդեն բժիշկների տեսանկյունից, ինչպիսին են այսօր մեր ուսանողների նպատակները առհասարակ եւ այն մարդկանց, որոնք անցնում են, ստանում են կրթություն, իհարկե գաղտնի չէ, կարծում յուրաքանչյուր երկրում է թերևս զարգացած երկրներում մասնավորապես շատ հաճախ մի շարք ոլորտներ կենտրոնացած են լինում ինչ-որ մեկ քաղաքում կամ մայրաքաղաքում եւ իհարկե շատ մարդիկ, այդ թվում բժիշկները, երբ մտածում են կարիերայի մասին, փորձում են կենտրոնանալ հենց այդ ամենամեծ կենտրոններում, բայց արդյոք իրականացվում են ծրագրեր կամ առհասարակ իրականացվում է որևէ աշխատանք, որպեսզի բժիշկները ոչ միայն կենտրոնանան Երևանում, այլ ավարտելուց հետո իրենց պրակտիկան արդեն նաև շարունակեն մարզերում մեզ մոտ։ Իհարկե, ծրագրեր կան, միշտ էլ եղել են, որ բժիշկները իրանց մասնակցությունը շարունակեն մարզերում կամ կնան եւ իրանց մասնակիտական աշխատանք իրականացնեն մարզերում, բայց մի շատ հետաքրքիր փաստ, որ վերջերս մեր մոտ առողջապահության ազգային ինստիտուտում մենք ունենք ծրագիր հանրային առողջապահության կառավարում, այսինքն բուժ հաստատությունների կառավարում։ Այստեղ բժիշկը կարող է դառնալ կլինիցիստ, լինի շատ լավ կլինիցիստ, կարողանա պացիենտներին բուժել, բուժարուներ ընդունել եւ այլն, բայց ինքը կարիք ունի կառավարական հմտությունների։ Եվ մեր ուսանողների մեծամասնությունը արդեն կայացած բժիշկներ են, որոնք մարզերում արդեն ունեն տնօրենի պաշտոն, բաժնի վարիչ պաշտոն եւ իրանք գալիս են այդ հմտությունների հետևից։ Իրանք գալիս են ուզում են այդ ծրագիրը անցնել, որբեսի ցերկ բերեն բուժհաստատությունների ղեկավարման, կառավարման հմտություններ։ Հատկապես մեր օրերում վստահաբար նրբությունները ել ավելի շատ են։ Շատ։ Մենք այսօր Հայաստանում փորձում ենք դառնալ մրցունակ, հատկապես առողջապահության ոլորտի մեջ եւ տարբեր ոլորտներում։ Իսկ դրա համար պետք է բժիշկը իմանա ակրեդիտացիայի սկզբունքներ, որակի ապահովման սկզբունքներ, հետազոտական աշխատանք, տվյալների հետ շփում, տվյալներից ինչ-որ ստատիստիկալ վերլուծություններ անել, հասկանալ ինչ է իրականում կատարվում եւ ոչ թե մենակ տեսանելիորեն, իսկ դա ինձ ուրախացնում է, այս բժիշկները այս հմտությունը ստանում են եւ գնում են բացարկացնում են իրանց մարզերը։ Հետաքրքիր է այս առումով Ինչպիսին է տարբերությունը, այսինքն ավելի շատ գալիս են ձեզ մոտ մարդիկ, մասնագետներ, որոնք արդեն կայացած բժիշկներ են, ինչպես ասացիք, տարիների փորձ ունեն, թե դեռ սկսնակ են։ Եվ արդյոք պարտադիր է լինել բժիշկ, որպեսզի լինել նաև ոլորտի կառավարման մասնագետ։ Բնականաբար, պարտադիր է լինել, քանի որ պետքա տեղյակ լինենք ինչա կատարվում, որևէ ոլորտի մեջ։ Այսօր ես միշտ օրինակը սենց եմ տալիս իմ ուսանողներին, ասում եմ տարբեր օպերայի ժամանակ տարբեր տեսակի երաժշտական գործիքներ են նվագում, չէ՞, բայց կա դիրիժոր, որ բոլորին ղեկավարում է, կառավարում է։ Ինքը կարող է տեղեկացված չլինի, ոնց նվագեն այդ տարբեր տեսակի գործիքները, բայց ինքը տեղեկացված է, թե ամեն գործիք ինչ ցայն պետք է հանի եւ ինչ ցայն պետք է հնչի։ Այդպես էլ բուժհաստատության ղեկավարը այդ հմտություններն է ձեռք բերում։ Մեր մոտ տեսնում ենք նաեւ երիտասարդ բժիշկներ եւ տեսնում ենք արդեն կայացած, արդեն երկար տարիների փորձ ունեցող բժիշկներ, որ հասկացել են, թե իրանք ուզում են խաղան այդ դիրիժորի թերը եւ ուզում են հասկանան, թե յուրաքանչյուր բուժ աշխատողի բուժարուից ինչ պետքա լսվի։
Այո։ Մեր ժամանակը իհարկե ցավոք սահմանափակ է, վերջում կուզեմ խոսենք այն մասին, թե մենք իհարկե արդեն նշեցինք, թե ինչ փոփոխություններ են տարիների ընթացքում եղել մարզերում, առողջապահական ոլորտում, բայց որոնք են այս պահի դրությամբ այն արդի խնդիրները կամ գուցե այն ոլորտները, որոնց վրա ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել մասնավորապես մարզերում եւ գուցե ֆինանսավորման կամ մարդկային ռեսուրսների առումով ավելի մեծ ներուժ այդտեղ ներդնել։ Իրականում ստատիստիկային նայելով մենք ունենք մարդկային ռեսուրս, այսինքն մենք ունենք բժիշկներ, մենք ունենք պատրաստ կառույց, պատրաստ շենքեր, պատրաստ, չգիտեմ, տեղ, որբեսի կարողանանք զարգացնել մարզերում բուժ հաստատությունները եւ ծառայությունները։ Ամենամեծ խնդիրը, որ մենք մնամեծ խնդրին, որ փախվում ենք, դա տվյալներն է, տվյալների բացակայությունը, որը վերջին տարիների ընթացքում մենք արդեն տեսնում ենք, թե առողջապահության նախարարության կողմից հավաքվում են այդ տվյալները, բժիշկները, որ գալիս են եւ ստանում են այդ հմտությունները, գնում են եւ մարզերում սկսում են հավաքել այդ տվյալները եւ իհարկե ունենանք ստատիստիկալ բազա, որից կարանք մենք հասկանանք խնդիրների մեծությունը, ինչպես որ ասում են, burden of disease, ոնց որ անգլերենով ասում են, եւ burden ոչ թե մենակ disease-ի, այլ նույնպես աշխատանքի փորձել հասկանալ։ So ամենամեծ խնդիրը, որ հիմա ունենք, դա տվյալների բացակայությունն է։ Երբ դա արդեն սկսում ենք լրացնել, երբ բուժ աշխատողները դառնում են ղեկավարներ, տեղյակ են լինում, արդեն այդ խնդիրները քիչ-քիչ լուծվում են։ Մենք ունենք պոտենցիալ Հայաստանում այդ խնդիրները լուծելու։ Եվ կարծես թե ոչ միայն առողջապահական ոլորտում ամենուր այդ տվյալների առկայությունը թերևս այսօր ամենակարևոր գործիքն է, ամենաարժեքավոր գործիքն է։ Համաձայն եմ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան, ես հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ իմ հյուրն էր Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության ամբիոնի դասախոս Հրակ Թորոսյանը, եւս մեկ անգամ շնորհակալ եմ հետաքրքիր։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր զրույցի համար։ Սիրով, սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։